Երկրապահ կամավորականների միության 30 երկրապահ ուսումնառազմական ճամբարը հունիսի 27-ին կբացի դռները հերթական ուսումնական տարվա պատանի երկրապահների ճամբարականներին ընդունելու համար։ Մինչ այդ ճամբարում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովը հետևողական է կատարվող աշխատանքներին, որպեսզի մինչև հունիսի 27-ը ամեն բան կազմակերպված լինի։ Ինչպես ամեն տարի, այս տարի եւս ճամբարը կընդունի ոչ միայն հանրապետության բոլոր մարզերի պատանի երկրապահներին, այլ նաեւ համագործակցող կառույցների ընտանիքների երեխաներին, մանկատան սաների, Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներին։ Հերթական ուսումնական տարում 6 հերթափոխերի ընթացքում ճամբարում իրենց առօրյան կանցկացնեն ամեն հերթափոխին 300 սան, ընդհանուր շուրջ 2500 մարդ։ Ճամբարում գործում է շտապօգնության ծառայության շուրջօրյա հերթապահություն։ Երեխաների ուղեկցումն ապահովում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը։ Գործում է սանեպիդկայանի վերահսկողություն։ Դասընթացները կազմակերպվում են Երկրապահ կամավորականների միության մասնագետների, հրամանատար մարզիչների, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Փրկարար ծառայության, Հայ առաքելական եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի, ԵԿՄ 30 երկրապահ ճամբար գործողված մասնագետների կողմից։